Հայտարարություն. Վառ պահենք մայիսի 9-ը որպես ֆաշիզմի դեմ հաղթանակի և շարունակվող պայքարի օր։ Մայիսի 9-ը միայն անցյալ չէ, այն նաև պայքարի կոչ է, այսօր։ Մայիսի 9-ը հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի անմահ սխրագործության հիշատակի օր։ Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար ունի նաև հատուկ նշանակություն, այն նաև Շուշիի ազատագրման օրն է։ 1929-1930 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով մի կողմից և շուկայական համակարգի հակառակորդ ու զանգացող մրցակից Սովետական Միությունը տապալելու նկրտումներով մյուս կողմից արևմտքի ֆինանսական և արդյունաբերական խոշոր կենտրոնները ուղղակի և անուղղակի տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին Գերմանիայում նացիստներին Խորհրդային Միության դեմ ուղղված ռազմական գործողությունների համար։ Խորհրդային ժողովուրդները կրեցին պատերազմի հիմնական բեռը, պատճառելով ֆաշիստների զենք զինամթերքի և մարդկային կորուստների մոտ 90%-ը։ Հայ ժողովուրդը ևս տվեց 100 հազարավոր զոհեր ֆաշիզմը կանգնեցնելու համար։ Այսօր էլ ֆաշիզմը չի վերացել, այն փոխել է իր ձևերն ու կարգախոսները։ Այսօր ևս ֆաշիստական դրսևորումները տարբեր երկրներում հաճախ կեղծ կարգախոսներով շարունակվում են, հրահրելով պատերազմներ, խլելով ժողովուրդների կյանքեր և սպառնալով ոչնչացնել հազարավոր տարիների պատմություն ունեցող քաղաքակրթություններ։ 2023 թվականին Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը, որը հաճախ բնութագրվում է որպես էթնիկ զտում, ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային համակարգի անկարողությունը պաշտպանելու ժողովուրդների հիմնարար իրավունքները։ Այդ իրադարձությունները կապվում են թուրք-ադրբեջանական համատեղ քաղաքականության հետ։ Այս ամենը վկայում է, ֆաշիզմը կենդանի է այնտեղ, որտեղ ուժը վեր է դասվում իրավունքից, պատերազմը դառնում է քաղաքական գործիք։ Մեծ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը տոնելիս Ռուսաստանի Դաշնությունը որպես Խորհրդային Միության իրավահաջորդ չի կարող հաշվի չառնել Հայաստանի ներդրումը այդ հաղթանակում, հատկապես ներկա հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Մենք հայտարարում ենք. դեմ ենք բոլոր ձևերի ֆաշիզմի, դեմ ենք իմպեր քաղաքականությունների։ Շահումյան կազմակերպություն, մայիսի 9, 2026